Ամերիկայի Միացյալ Նահանգներում արտաքին քաղաքական զգալի փոփոխությունների, Ուկրաինայում խաղաղության հասնելու ջանքերի, Մերձավոր Արևելյան զարգացումների ֆոնին, որոնք ավելի կարճ կարելի է երևի պարզապես բնորոշել որպես նոր աշխարհակարգի ձևավորում, հետաքրքիր դերակատարում է ստանձնում Թուրքիան։ Դարերով մանևրելու փորձ ունեցող Թուրքիայի համար աշխարհում այսօր տեղի ունեցող փոփոխությունները կարճաժամկետ, բայց հնարավորությունների պատուհան են։ Սիրիայում, նաև Մերձավոր Արևելքում ընդհանրապես այսօր կատարվողի մեջ Անկարայի դերակատարման ու շահերի մասին խոսել ենք եւ միանշանակ է, որ այստեղ Թուրքիան հետևողականորեն փորձում է ամրապնդել իր դիրքերը։ Բայց վերջին օրերի զարգացումների համատեքստում հետաքրքիր է նաև դեպի Եվրոպա Թուրքիայի քաղաքականության, Թուրքիայից եկող մեսիջների փոփոխությունը։ Մի իրավիճակում, երբ Թրամփի Ամերիկան հայտարարում է, որ չի պատրաստվում շարունակել Եվրոպայի անվտանգության միանձնյա ապահովումը եւ որ եվրոպական պետությունները պիտի վճարեն իրենց անվտանգության համար, Թուրքիան հանդես է գալիս հայտարարություններով, որ եվրոպական անվտանգությանն առնչվող բոլոր քայլերը պետք է պլանավորել իրենց հետ համատեղ։ Այս մասին ասել է Էրդողանը, շեշտելով, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները եւս պիտի վերսկսվեն, հաշվի առնելով Անկարայի ռազմավարական դերը եվրոպական անվտանգության եւ տնտեսության հարցերում։ Իրականում այն, ինչի նականատես ենք լինում, թուրքական դիվանագիտության բնորոշ գծերից է։ Փորձել առավելագույնս օգտվել եւ առավել լավ դիրքեր զբաղեցնել մի իրավիճակում, երբ հաջորդիվ սպասվող զարգացումները կարող են նոր մարտահրավերներ առաջ բերել։ Իսկ այդ մարտահրավերներն այսպես թե այնպես լինելու են եւ տարածաշրջաններից յուրաքանչյուրում հարաբերություններից յուրաքանչյուրում ուրույն դրսևորումներ ունենալու։ Նույն ռուս-թուրքական հարաբերությունները Միացյալ Նահանգների պայմանական ասած հետ քաշվելուց հետո նոր երանգ են ստանալու, առավել ընդգծելով մրցակցային գծերը։ Եվ այսպես ուղղություններից յուրաքանչյուրում։ Ինչ վերաբերում է դեպի Եվրոպա դերակատարումը մեծացնելու Էրդողանի քաղաքականությանը, ապա ոչ պակաս հետաքրքիր է նաև այն, որ Անկարայից հնչող նման հայտարարությունների ֆոնին Թուրքիայի վերաբերյալ լսումներ տեղի ունեցան Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատում։ Կոնգրեսականների կողմից բավական հետաքրքիր թեզեր հնչեցին առնչվող Թուրքիային լայն իմաստով, այդ թվում Թուրքիայի քաղաքականությանը Հարավային Կովկասում, Ադրբեջանի վրա ազդեցության լծակներին, հայ-թուրքական հարաբերություններին եւ այլն։ Արդյունքում այս քննարկումների եւ առաջ քաշվող օրինագծի նպատակն է վերաձևակերպել Թուրքիայի դիվանագիտական դասակարգումը պետքարտուղարության շրջանակներում, Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոից տեղափոխելով Մերձավոր Արևելքի հարցերով բյուրո։ Այս ամենի հիմքում ընկած են մտահոգություններն առ այն, որ Թուրքիան պատասխանում է Համասի զինյալներին, Թուրքիան աջակցում է Պուտինին, խաթարում է ՆԱՏՕ-ի միասնությունը եւ այլն։ Այսօր արդեն արևմտյան մամուլը գրում է, որ եթե այս օրինագիծը ընդունվի, ապա փոփոխությունները կունենան ոչ միայն բյուրոկրատական, այլև խորհրդանշական ազդեցություն, կփոխվի Միացյալ Նահանգներ-Թուրքիա հարաբերությունների բնույթը, ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցությունը եւ այլն։ Միանշանակ է, որ նման օրինագծի առաջ քաշումը ամերիկյան երկու կուսակցությունների կողմից պատահական չէ եւ ըստ էության արձագանք է վերջին շրջանում տեղի ունեցողին։ Հետաքրքիր զարգացումներ են սպասվում, կարևոր զարգացումներ են սպասվում, որոնց ընթացքն ըստ էության կուրվագծի նոր աշխարհակարգը։ Եվ իհարկե չենք կարող մոռանալ, որ այդ զարգացումների կարևոր հատված կարող է տեղի ունենալ հենց մեր տարածաշրջանում եւ առնչվել այդ թվում անմիջականորեն մեզ։ Ցավոք սրտի, այն իրավիճակում, որում գտնվում է այսօր Հայաստանի արտաքին քաղաքականությունը, եթե այդպեսին ընդհանրապես կա, շատ բարդ է դրական սպասումներ ունենալ կամ չունենալ մտահոգությունների բավական լուրջ բաժին սպասվող բոլոր փոփոխությունների համատեքստում։